Նկարահանվում են ու ասպարեզում են շատ անարժան մարդիկ, որ ընդհանրապես իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Լիլ, կար ժամանակ, երբ դու քո մարմինը չէիր ընդունում եւ նույնիսկ ունեիր շատ լուրջ կոմպլեքսներ, որոնք քեզ չափազանց խանգարում էին եւ ապրել եւ առավել եւս նկարահանվել։ Ես անգամ ամաչում էի փողոց դուրս գալ, այսինքն ես ոնց նայում էի իմ տեսքին ու ասում էի ես ոնց քայլեմ փողոցում, եթե հետևից մարդիկ են քայլում։ Որ ասում եք, սիրի ինքդ քեզ ինչպես կաս, բայց պետք է գալ հասնել, չէ՞։ Պետք է գալ հասնել, ոնց շատ հասար դժվար։ դրան։ Նա ինձ դավաճանեց 8 աղջկա հետ։ Մինչև մի հատ սերիալում չես երևում, մարդիկ չեն ճանաչում։ Կդրավ։ Թելե գդրավ։ Ընդամենը մի քանի րոպե է ինչ իմ հյուրը մեր տաղավարում է, բայց արդեն տրամադրությունը շատ բարձր է մեր բոլորի, հետևաբար մենք խոստանում ենք շատ պոզիտիվ թիվ թվաբանություն։ Դերասանուհի Լիլիթ Ավդալյանը։ Ողջույն սիրելիս, ինչպես ես։ Բարև Այդա ջան, ընտիր դու ոնց ես։ Միանգամից դույով խոսում եմ, գիտեմ որ դե մեր մեջ այդ հարաբերությունները չեն։ Հաստատ։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Մեր խաղին ծանոթ ես։ Այո։ Թիվ թվաբանության ռոբոտիկը 963 է կոչվում, մեզ թվային պատասխաններ ենթադրող հարցեր է տալիս, փորձելու ենք գուշակել։ Ընտիր։ Գուշակություններից ոնց ես։ Տեսնենք ինտուիցիաս ոնց կա։ Բաժակ նայել ես հետ։ Ահա։ Հա, ինչ էր ցույց տվել։ Բան չեմ հասկանում։ Մեկ լինում ասած սուրճ ճխմամ, տակը սրտի կա լինում, այդ հասկանում եմ, բայց ոչ մի օգուտ։ Մենակ սիրո թեմաներով ես հասկանում, ոչ մի օգուտ։ Գնացինք, լսենք առաջին հարցը ու զրուցենք։ Այո։ Երբ է նկարահանվել հայկական առաջին սերիալը։ Կարծում եմ դա դժվար ապրուստն ա եղել։ Հա։ Իսկ որ թվականին է նկարահանվել դժվար ապրուստը։ 2000 լավ, գրեմ։ Հա։ Չգիտեմ։ Բայց հաստատ դժվար ապրուստ։ Ինձ թվում է, որ մի քիչ ավելի հին են հայկական սերիալները։ Դժվար ապրուստն ա եղել։ Ինձ հուշում են, որ ոչ։ Ես էլ պտտեմ 2003 թվականին իմ կարծիքով եւ 2005 թվականին Լիլիթի կարծիքով։ Լսենք ճիշտ պատասխանը եւ տեսնենք 2003 թվականին Միքայել Դովլաթյանը նկարեց առաջին հայկական սերիալը։ բոլոր համընկնումները պատահականություն են։ լավ, ես կնեմ Փաստորեն դժվար ապրուստը չի առաջին հայկական այո, սերիալը ամեն ապրուստը դեպքում։ չի։ Լիլքո ամբողջ մանկությունն անցել է թատրոնում։ Հա, կարելի Կարելի է ասել այդպես, որովհետեւ մայրդ մամաս աշխատում է թութակահար է։ թատրոնում, մինչև օրս արդեն համարյա 30 տարի, մաման մենակ չի, զույգ քուրիկ ունի, իրանք երկուսով նույն դեմքերով նստած ջութակ են նվագում։ Երազանքով նայում էի, որ օ երևի մի օր ես էլ կդառնամ ու չգիտեմ, չէի հավատում, որ կգա այդ օրը, ու մեկ էլ շատ սիրում էի երգել։ Ու ամբողջ օրը տանը ինչ որ մի բանով, չգիտեմ, Բադր ջան, դուխ ինչ որ մի բանով երգում էի, սաներով, ու ես մամային ասում եմ, ես ձեր փոխարեն լինեի, այդ երեխուն տենց տանից ուղակի դուրս կհանեի, էլ որ զզվացրել եմ եկանեմ երգել, բայց դա երգչուհի չդարձա։ Դու ուզում ես նաև թատրոնում խաղալ եւ խաղում ես ինչ որ դերեր ունես, այո, բայց քեզ հայտնիություն բերեց ամեն դեպքում սերիալում քո կատարած դերը եւ նաև գեղարվեստական ֆիլմում Ռոզալինում։ Ես ճիշտ ասած կարիերայիս ընթացքում նկարահանվել եմ նաև բանակում հեռուստասերիալում, քաղաքում ավելի ճիշտ, այդտեղից եմ սկսել իմ նկարահանումները։ Այն ժամանակ այսքան sense բան չէր, ճիշտ այնքը շատ հայտնի սերիալ էր, բայց այսքան այս ինտերնետը, այդ PR-ը, այս ամեն ինչը չկար, այսինքն ինքը տենց չէր տարածվում, ու հետո տենց հանգեց։ Ընթացքում էլի տարբեր պրոյեկտներում եղել եմ, բայց sense մեծ հիմնական պրոյեկտ հա Ռոզալին էր, Դավիթ Բաբախանյանը, պարոն Դավիթ Բաբախանյանը ինձ կանչեց, հաստատեց դերի վրա, հրաշալի նկարահանումներ ունեցանք, հրաշալի ֆիլմ է, ով չի դիտել անպայման դիտեք մեր ֆիլմը։ Հաստատ խորհուրդ եմ տալիս, իսկ սերիալը դե իրական ես մտածում էի, որ անցել է այդ ժամանակը, որ սերիալը կարող է այդ աստիճան հայտնիություն բերել, բայց արի ու տես, որ ինչքան ուզում եմ գեղարվեստական ֆիլմերով սենց գնաս առաջ, մինչև մի հատ սերիալում չես երևում, մարդիկ չեն ճանաչում։ Դու թատերական ինստիտուտն ես ավարտել։ Այո, Արմեն Մազմանյանի արվեստանոցը։ Իսկ ինչպես ես վերաբերվում այն փաստին, որ առանց կրթության երբեմն մարդիկ ներգրավում են տարբեր
Տարիներ առաջ շատ ցավոտ թեմա էր ինձ համար դա, որովհետև ես տեսնում էի ու խոսքը միայն իմ մասին չի, ես տեսնում էի ինչքան տաղանդավոր երեխեք կան ինստիտուտում ու իրանք հետո ուղղակի հիասթափվում, գնում են լրիվ ուրիշ ուղղությամբ ու նկարահանվում են ու ասպարեզում են շատ անարժան մարդիկ, որ ընդհանրապես իրենցից ոչինչ չեն ներկայացնում, հետներ երկու բառ խոսում ես, որ ասած ինտերվյու են տալիս, ասում ես աստված իմ ոնց, ինչի են իրանից օրինակ վերցնում այդ հարցազրույց երեխաները, նու հիմնականում սերիալներ, TV-ներ նայում են այդ դեռահասության տարիքի երեխաները ու ավելի փոքր, ցավոք պիտի նշեմ, որ ավելի փոքր, հիմա շատ է լինում, որ գալիս են, ասենք փոքր երեխեքի հետ ասում են, երեխես ձեր սերիալից ոչ մի սերիա բաց չի թողնում, անկեղծ տխրում եմ, անկեղծ, որովհետև երեխան չպիտի այդ սերիալը նայ, երեխան ավելի լավ բաներ կարա նայի ու տենց նեղվում էի, հիմա արդեն այնքան վատ բան եմ ասում, բայց այնքան սովորական է դարձել, որ մանավանդ այս ինտերնետի բլոգերների դարում արդեն չես զարմանում, չես նեղվում, հա մի քիչ էլի կա այդ աբիդնի վիճակը, որ դե լավ ինչի ինքը, բայց դե հիմա մյուս կողմն էլ կա հարցի, մարդը կարողացել է հասել է դրան, ըմրոսմա հալալ է իրան, ինչ ասեմ։ Շատ լավ, Լիլ, քո անցած խաղերը թատրոնում, սերիալում, նաև գեղարվեստական ֆիլմում բոլորը հիշի, որովհետև հիմա արագ հարց ու պատասխան ենք անում, դու պիտի անուններ տաս։ Ով է եղել քո ամենատաղանդավոր խաղընկերը։ Արագ պիտի ասեմ, բայ բոլորն են տաղանդավոր, բայց չէ, անուններ ենք ուզում լսել։ Կլինի մի քանի անուն ասեմ։ Ինձ համար Արտյոմ Կարապետյանը ուղակի եմ, որ ասենց առաջինն ա եղել ու օգնել է ինձ շատ լավն են Տարոնի Սպիրյանը, Սուրենը, ինչպես նաև հիմա սերիալում Անին Մեհրաբյան, մենք շատ, որ գիտեք ինչ արագ էինք նկարվում, ափսոս գնաց անից։ Ով է ամենապոզիտիվը եղել։ Էլի Արտյոմ Կարապետյանը երևի Պոնչի հետ ենք շատ ծիծաղել, իսկ այս սերիալում ես փոքրիկի հետ եմ շատ լավ այդ սյոմկաները, որ ընճուտի հետ եմ լինում։ Ով է ամենամտերիմը։ Անին Մեհրաբյան։ Ով է միշտ դժգոհ։ Լյովը։ Որ լյովի մասին։ Ահա։ Լյովը։ Կներես։ Ով է ամենահաճախը մոռանում տեքստերը։ Ամենահաճախը ասեմ։ Ասեմ գուշակեմ դու։ Ռաֆոն։ Ռաֆ կներես։ Որ Ռաֆոն։ Հալալը իմ խաղընկերը։ Հալալը։ Եվ որն է քո բնորոշումը։ Ինչին։ Դու ինչպիսին ես։ Ես որպես խաղընկեր, որպես դերասանուհի։ Ոայ չէ, իրանք թող ասեն էլ ես։ Չէ, դե մի բան, որ առանձնահատուկ է քեզ։ Հեշտ ես։ Կարծում եմ, հա։ Հա, լեզու ես գտնում բոլորի հետ։ Փորձում եմ։ Լիլ, առաջին փուլում ես քեզ հաղթում եմ, մեկ միավոր հոգուտ ինձ եւ շարունակում ենք լսել։ Instagram-ում 2022 թվականից սկսած քանի տոկոսով են աճել քննարկումները, որոնք body positive են քարոզում։ Լիլիթը որպես այդ շարժման ակտիվ անդամ։ Այո, ես ակտիվ անդամ եմ, Հայաստանում փորձում եմ պրոպագանդել այդ շարժումը։ Քանի տոկոսով են աճել քննարկումները։ Շատ մեծ տոկոսով, որովհետև բազմաթիվ մարդիկ անկախ։ Չէ, ինձ թվում է շատ մեծ չի։ Ամենուր ես այդ խոսակցությունները լսում եմ եւ առնչվում։ Պատտենք։ Ու ես ավելի փոքր թիվ գրեցի։ Լիլիթի կարծիքով 60%, իմ կարծիքով 50%։ Բայց ինձ թվում է 50-ն է ճիշտ։ Դե, սիրելի Ռոբոտ։ Body positive քննարկումներն ու հրապարակումներն աճել են մոտ 47%-ով։ Ես մոտ էի։ 50-ն է ճիշտ։ Երկրորդ միավորն եմ գրանցում ես իմ անվան դիմաց։ Լիլ, կար ժամանակ, երբ դու քո մարմինը չէիր ընդունում եւ նույնիսկ ունեիր շատ լուրջ կոմպլեքսներ, որոնք քեզ չափազանց խանգարում էին եւ ապրել եւ առավել եւս նկարահանվել։ Իրականում մինչև երևի օրս են խանգարում ու դա բայց մենակ իմ կոմպլեքսները չի։ Շատ ռեժիսորներից լսել եմ, որ չէ դու քո այս կազմվածքով չես կարող, դե դու հոջուլետ չես խաղալու եւ այլն, այտենց նմանատիպ լիքը։ Լավ, արի սկսենք
քո թույլտվությամբ մի քիչ ավելի խորքից գանք ամենատրավմատիկը երևի դպրոցականը դեռահասության շրջանում եղել է այն, որ ես անգամ ամաչում էի փողոց դուրս գալ, այսինքն ես ոնց նայում էի իմ տեսքին, ասում էի ես ոնց քայլեմ փողոցում, եթե հետևից մարդիկ են քայլում, ինչ կմտածեն, մի խոսքով ոնց ու մամայիս, խեղճ մամայիս հետ ամբողջ օրը կռվում էի, ասում էի ինչ եմ ես ոնց տգեղ, ես ուզում եմ գնամ վիրահատություններ անեմ, դառնամ Սելենա Գոմեսի նման, չնայած իրան երբեք տենց չեմ սիրել, բայց ինչ-որ չգիտեմ ինչի, հետո ընթացքում շատ դժվար հասա նրան, որ սիրեցի ինձ, բայց հիմա սիրում եմ ինձ, հիմա հորդորում եմ բոլոր աղջիկներին սիրել ինքներդ ձեզ առաջին հերթին, դա շատ կարևոր է, իսկ body positive-ը իրականում այն մասին չի, որ այսինքն ես չեմ ասում, որ օրինակ գեր լինելը դա շատ լավ է, դրա մասին չի խոսքը։ Խոսքը այն մասին է, որ պիտի նախ ընդունես ու սիրես քեզ այնպեսին ինչպեսին կաս, նոր փորձես ինքդ քո մեջ, եթե ինչ-որ բան քեզ խանգարում է, դրա վրա աշխատել եւ ուղղել, բայց ոչ մի դեպքում քեզ չվնասելով, ոչ մի դեպքում։ Շատ հեշտ է հնչում, ես միշտ ասում եմ, որ ասում եք սիրիր ինքդ քեզ ինչպես կաս, բայց պետք է գալ հասնել, չէ՞։ Պետք է գալ հասնել, շատ դժվար։ Չգիտեմ, իրականում անգամ ինստիտուտում առաջին կուրսում ունենում էինք էտյուդներ, այսինքն տնային հանձնարարություն, ես միշտ լավ եմ սովորել ու ես ունեի էտյուդներ, բոլորը գիտեին, որ ես ունեմ, բայց չէի վեր կենում, չէի անում, զուտ ամաչում էի, որ էսա նայելու են ինձ, ու այդպես իմ կուրս ղեկը մի անգամ բոլորին ուղարկեց տուն, ինձ ասաց գիտեմ, որ ունես, ինչի չես ամ եւ այլն խոսեցինք, ու հետո ասաց մի հատ վերցնում ես մեծ տոպրակ, ու հիմա գլխիցդ հանում ենք այդ ամեն ինչը ու լցնում ենք տոպրակ, ու իրար հետ հետո տարան կապեցինք, շպրտեցինք աղբի մեջ այդ տոպրակը ու տենց կամած նաև իմ բեմական խոսքի ուսուցչուհին Անդրեասյան Արմինեն իմ սեր ինքը եւս ինձ շատ է օգնել հոգեբանական զրույցներով լիքը այսինքն ինչ-որ մարդիկ են եղել որոնք իսկապես օգնել անպայման պիտի լինեն այդ մարդիկ որովհետեւ միայնակ Եթե ունես լիքը կոմպլեքսներ դժվար է հասնել դրան, բայց ես հորդորում եմ սիրեք բոլոր աղջիկներին, այո, չէ, շատ կարևոր է սիրեք։ Եթե սկսեք սիրել ձեզ, հավատացեք ամեն ինչ sense կամաց կընկնի իր տեղը։ Լիլի, իսկ եղել են դեպքեր, որ իսկապես շատ վիրավորվել ես ռեժիսորների ասածից։ Հա, բայց ես միշտ անցնում եմ առաջ։ Որ արտաքին տվյալները չեն համապատասխանում։ Չես համապատասխանում ընդունված ստանդարտներին, դե չեն կարող քեզ, մեկը մի օր չեմ էլ հիշում ով էր ասաց, ես չեմ կարող քեզ կարջուբկա հագցնեմ, գցեմ էֆիր, ինձ ռեյտինգ բերես։ Կներեք, ես ինքս ոնց էր։ Պետք չի ոչ մեկին գցել էֆիր, հենց այդտեղ պետք է վերջանար ամեն ինչ, ուսում եմ այդտեղ վերջացել։ Այո, բնականաբար։ Մի խոսքով։ Վիրավորվել եմ վերջերս, վատ բաներ էին գրում կոմենտներով, այո, հենց ասենց կոնկրետ մարդեր ու կոնկրետ վատ բաներ էր գրում, մի քանի տարբեր էջերով, հենց տեսքի վերաբերյալ ու վատն է նա, որ ծանոթ մարդ էր, բայց ոչինչ, էդ էլ ենք անցնում առաջ, ես ամեն ինչը միած հենց մեջով անցկացնում եմ ու անցնում եմ առաջ միշտ։ Ես քեզ շնորհակալ եմ զրույցի ես հատվածի համար առանձնահատուկ եւ լսենք երրորդ հարցը հիմա տես 2-0 է հաշիվը հնարավորություն ունես գալու հասնելու ինձ գնացինք Հայտնի աշխարհահռչակ երգիչների քանի տոկոսը ունի երաժշտական բուհական կրթություն Դե շատերը չունեն հայտնի համաշխարհային դեմքերից շատերը երբևէ չեն գնացել վոկալի դասերի։ Դե կարող աղա, բայց ամեն դեպքում ես հույս ունեմ, որ գոնե այսքանը։ Չեմ հավատում, նույն թիվն ենք գրել մենք, լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհահռչակ երգիչների շուրջ 60-70%-ը չունի պաշտոնական երաժշտական կրթություն։ Տեսնում ես։ Լիլ, ուզում եմ թողարկման այս հատվածում քեզ փորձությունների ենթարկել։ Սիրով։ Հիմա ուզում եմ հասկանանք, ամեն դեպքում դու ավելի լավ երգչուհի կլինեիր, թե ավելի լավ դերասանուհի։ Պատրաստ ես։ Դերասանուհի ես պիտի անցնել, օքեյ, կներեք նախապես բոլորից ներողություն եմ խնդրում։ Սկզբում խաղում ենք։ Հիմա ես քեզ ասում եմ իրավիճակ, որը դու պիտի 3 տարբեր էմոցիաներով խաղաս՝ հուզված, բարկացած, հետո ուրախ։ Նա ինձ դավաճանեց մտերիմ ընկերոջս հետ, ընկերուհուս հետ ասա դու ես դեպքում։ Հիմա այս տողը դու պիտի խաղաս։ Մեկերոր դառնա նորմալ։ Ասենք թեքվեիր ասեիր, այդպես էլ եղել է։ Չէ, չենք ցանկանում այդպեսի դրվագներ։ Կարամ ասեմ նա ինձ դավաճանեց 8 աղջկա հետ։ 8
Ոստվոցին։ Դե որ երևակայությունը այդպեսին է, կարող ես ասել։ Առաջինը ուրախ։ Չեք պատկերացնի, բայց նա ինձ դավաճանեց 8 աղջկա հետ։ Շփես լալինու։ Հիմա դե ավելի իրական հուզված։ Դա հիմա չեմ լաց իրական, տրամադրությունը շատ լավ է լացելու համար, անցել ենք այդ этаպները։ Կարող ես բայց լացել։ Տրամադրվել, բայց չէ, բայց լավ, գնացինք։ Նա ինձ դավաճանեց 8 աղջկա հետ։ Ընդհատեմ թե չլաց կլինես։ Հիմա բարկացած։ Գորան վախենաս։ Գորա, չէ, խաղան նենց ոնց կխաղայիր։ Նա ինձ դավաճանեց 8 աղջկա հետ։ Կներեք։ Սիրում եմ էլի դերասանների հետ թողարկումները։ Մեկ էլ Սենիկն է, չէ՞ տենց վախացրել։ Սենիկին շատ եմ սիրում, շատ։ Շարունակում ենք խաղը, 2-1 հաշվով։ Արի ես մի միավորը տանք քեզ, որ ավելի մրցակցային դառնա հանդիպ։ Հա, համաձայն եմ։ Լսենք։ Որքան կարողություն ունի Հոլիվուդի ամենահարուստ դերասանուհին։ Վերջերս քննարկում էինք ամենահարուստ երգչուհուն, որը երգելով չի վաստակել այդ մեծ գումարները եւ ենթադրում եմ, որ դերասանուհիները եւս բիզնեսներ ունեն։ Իսկ ինձ թվում է գովազդներ, նաեւ այդպես։ Վայ, չգիտեմ, միլիարդների մասին է խոսքը, բայց քանի միլիարդ։ Գրենք, տեսնենք։ Չէ, դա այդքան չի լինի։ Չգիտեմ։ Լավ։ Ինձ թվում է աստղաբաշխական թիվ եմ գրում, բայց լավ, Լիլիթ ջան։ Դերասանուհու մասին էր խոսքը։ Դե եմ ասում աստղաբաշխակ։ Ես կուզեի, որ այսպես լիներ։ Ես կուզեի դերասանուհին, բայց դու լինեիր այդ գումարի տերը։ Ես կուզեի այսպես լիներ, ես կուզեի այս դերասանուհին ես լինեի։ Իսկ քո կարողությունը կարող ենք հաշվել։ Հեշտ կարող ենք հաշվել կարողությունը։ Չէին սպասում մի քանի տուն ես ցույց տվել էլ մի։ Դե 5 միլիարդ իմ ձեռքբերումը չի, դա պապայի նվերն է։ Ապրի պապան։ Եվ 50 միլիարդ։ Դե, լսենք ճիշտ պատասխանը։ Հոլիվուդի ամենահարուստ դերասանուհին Ջեյմի Բերտ Գերցն է, որի ակտիվները գնահատվում են մոտ 8 միլիարդ դոլար։ Լիլիթ ջան, ասում եմ, մի հատ 0 ես կամացրել։ Միավորը իմն է։ Միավորը իմն է 50 միլիարդ ես քեզ ցանկանում եմ։ Շնորհակալություն փոխադարձ կկիսվեմ։ Կարողությամբ դերասանուհի։ 5 էլ ունենամ կկիսվեմ։ Խոստացել ես, հարստացի շուտ։ Լիլ, դու մի քանի տարբեր մասնագիտություններ ես ձեռք բերել տարիների ընթացքում, որով ես հիմնականում եկամուտ վաստակում։ Իրական ես նաև ավարտել եմ ժուրնալիստիկա 10-րդ դասարանում ՄԱԿ-ի կազմակերպած ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեծ միջոցառում էր 9 ամսյա դասընթաց։ Բոլորը վստահ էին, որ այդ ուղղությամբ եմ գնալու, բայց այդ ուղղությամբ չգնացի, չնայած ունեի պոտենցիալ բավականին։ Վերջերս 20 թվին սովորեցի դիմահարդարում, բայց ես չեմ կարողանում գումարով դիմահարդարում անել։ Ես եթե անում եմ դիմահարդարում, բոլորին անում եմ սիրով, անվճար։ Բարեգործակ։ Ես չեմ իմ ուսուցչուհին ներվային անում ասում է, գոնե ինձ մի ասա, որ ասա չեմ անում, ես իմանամ չես անում, բայց չիմանամ, որ բոլորին անվճար անում ես։ Տենց չէ, երևի հիմնականում ֆիքսված եմ իմ գործի վրա։ Մի պահ գնացի Չինաստան, այնտեղ գեղեցկության սրահում մենեջեր էի աշխատում։ Չինաստանում։ Սովորել ես չիներեն։ Չէ, ժեստերի լեզվով էի շփվում։ Մեկ էլ անգլերեն, ռուսերեն։ Այո, ժեստերը միշտ փրկում են ամբողջ աշխարհում։ Միշտ, որ ասում էի, նայ, ուզում ես սենց մանիկ։ Լիլ, վերադառնանք քո հիմնական մասնագիտությանը, թատրոնին եւ կինոյին, առանձնացրել եմ մի քանի արտահայտություններ, որոնք թեւավոր խոսք են դարձել եւ մենք կիրառում ենք մեր առօրյա խոսքում։ Ես ասում եմ սկիզբը, դու շարունակում ես, պատրաստ ես։ Երևի։ Թե որ դու ինձ չէիր կանչել։ Ես լողացող եմ։ Թե որ դու չգայր ես լողացողը չէի, շերենցն ասում, այո, ազատ չէ։ Ես էլ արտահայտությունը հենց այդ ինտոնացիայով ասում եմ, որ գուշակ ես։ Լավ։
որ ասում եմ ֆիլմերը նայել եմ, անկեղծ սիրում եմ շատ, բայց մեծ կնիկ եմ սկլերոզ։ Հաջորդը, այս մեկը հաստատ կհիշես, որ ասում եմ ես, ուրեմն Արուսն էլ հետս։ Ապրես։ Համ կնիկ ես ուզում, համ չբեր։ Համ չբեր ես ուզում, համ էլ երեխեն հետն ես ուզում, հա, տենց էր։ Համարյա։ Եվ հեշտերից հեշտը կդրավ։ Թելը կդրավ։ Դեմ սիրած ֆիլմն է իրականում։ Ամենավերջինը հայկական ֆիլմերը շատ։ Կեղնի օրը երկնքից տեսնիմ։ Այս աշխարհը ինչու է այսքան ծուր։ Ապրես։ Հաղթահարեցի։ Գալյանովենցի խոսքերն։ Այո, Գալյանովենցի խոսքերն է հայտնի ֆիլմից։ Համարյա հաղթահարեցի։ Համարյա։ 3-1 հաշվով։ Լսում ենք վերջին հարցը։ Քեզ պարտվել է հաճույքը։ Նորմալ է։ Լսում ենք վերջին հարցը։ Հարի Փոթերի քանի գիրք է վաճառվել աշխարհում։ Քո սիրելի թեման է, բայց հարցը հեշտ չէ, քանի գիրք է վաճառվել։ Հարի Փոթերի մեծ սիրահար է Լիլիթը։ Այո, շատ մեծ սիրահար եմ։ Կարդացել է բոլոր գրքերը, ես գիտեմ ռուսերենով։ Հիմա էլ փորձում ես անգլերենով կարդալ։ Այո, երեխաներին, որ դասավանդում եմ, չգիտեմ ոնց դա ինձ հաջողվեց, բայց կարողացա Հարի Փոթերի շնորհիվ բերել այն դաշտ, որ իրանք սկսեցին կարդալ, այն աստիճան, որ ծնողները զանգում ասում էին ձմեռ պապիկից գիրք ա ուզել, ասում եմ հա գիտեմ։ Մի խոսքով ու իմիջիալոց Հարի Փոթերը ունի լիքը ադսիլկաներ դեպի հայկական կողմ, եթե գրքերը կարդաք, այնտեղ բավականին, ու այնտեղ կա չէ պատմություն, որ բրետոնները հայերից են առաջացել եւ այլն, իսկ Ռոլինգը քանի որ շատ մանրամասն ուսումնասիրել է Հարի Փոթերները գրելուց, այնտեղ ցենց ուղիղ չի ասվում, բայց հայերի մասին հիշատակումներ կան ամեն դեպքում ու ամենագլխավոր ու աչքի ընկնող Բեզուարյան այծի մասին է, որը կախարդական կենդանի է եւ Բեզուարյան այծը, ինչպես գիտենք, ապրում է միայն հայկական լեռնաշխարհում։ Պես որ եթե չեք կարդացել, կարդացեք Հարի Փոթեր, անպայման, այո։ Քանի գիրք վաճառված կլինի։ Մեկ էլ աշխարհում ամեն 2 րոպեն մեկ մի հոգի սկսում է կարդալ Հարի Փոթեր։ Սա շատ լուրջ վիճակագրություն է, հետեւաբար գրքերը մեծ թվականակով են վաճառվում։ Անկամ Հարի Փոթերի գրքերը, երբ որ ինքը քանի որ տենց մանկական է համարվում, չէ, առաջին հայացքից, շատ մարդիկ ուզեցել են կարդան ու ամաչել են մանկական աբլոշկայով կարդալ եւ դրա համար մի մեծ խմբականակ արտադրվել է լուրջ գրքերի աբլոշկայով, բայց բովանդակությունը եղել է Հարի Փոթեր, որպեսզի մարդիկ հանգիստ դրսում մետրոյում Հարի Փոթերի գիտակ է մեր առաջ նստած։ Հարի Փոթեր 10 միլիարդ։ Ոստվոցիմ 10 միլիարդ Լիլիթի կարծիքով, իմ կարծիքով 1 միլիարդ։ Ես կուզեի 10 լիներ։ Աշխարհում վաճառվել է Հարի Փոթերի մոտ 600 միլիոն գիրք։ Ընդամենը։ Ոչինչ։ Մենք մի քիչ չափազանցրել էինք ուղղակի։ Ոչինչ, հա, բայց ամեն դեպքում մարդիկ գիտեն Հարի Փոթեր։ Երևի չկա աշխարհում տենց մարդ, որ չգիտի Հարի Փոթերի մասին, գոնե չի լսել։ Դա Ինձ թվում էր, թե շատ են տպաքանակները ու տարբեր մասերից են բաղկացած ու պիտի իմիջիալոց երկրներ կան, որտեղ այրում են Հարի Փոթերի գրքերը, տենց ֆեստիվալ ունեն, փառատոն, ամեն տարի այդ օրը հավաքվում են, խարույկում են։ Այո, իբր որ տենց կախարդների հետ կապված բայց շատ սիրուն պատմություն է, ու ինքը այդքան էլ մանկական չի, ես բոլորին խորհուրդ եմ տալիս հենց գրքերով մի հատ վրայով անցնել, կտեսնեք ինչքան խորն է։ Ինչ է սովորեցնում երեխաներին Լիլ։ Նախ եւ առաջ ընկերասիրություն, նախ եւ առաջ։ Երկրորդ հուսալ ինքդ քեզ վրա։ Սիրել ինքդ քեզ։ Սիրել չէ։ Այդքան էլ ինքդ քեզ սիրո մասին չի, ընկերասիրության մասին ավելի շատ։ Չարի ու բարու ամենագլխավոր թեման չարի ու բարու պայքարն է, որ ի վերջո ես վստահ եմ, որ կյանքում էլ այդպես ի վերջո բարին հաղթում է միշտ։ Եթե չի հաղթում, ուրեմն դա վերջը չի։ Այսօր հաղթել եմ ես, բայց բարին դու ես, պոտենցիալ պիտի Այո, չէ, նայ դու որտեղ կաս, այդտեղ հաղթանակ կա, ոնց որ մենք էլ իրար հետ հաղթեցինք, որովհետև դու կայր եք։ Որովհետև մենք ունեցանք շատ լավ զրույց, շատ պոզիտիվ։ Այո։
Դու գիտեմ, որ շատ ուզում ես ունենալ երեխաներ, ընտանիք, 10 երեխա, դեռ պիտի հասցնես, Լիլ ջան, այնպես որ արագացրու։ Զույգ, այո։ Քեզ մաղթում ենք քո երազանքների ընտանիքը, կարիերայում այն հաջողությունները, որ ցանկանում ես եւ 10 երեխա, մենք միայն կողմ ենք դեմոգրաֆիկ աճին մեր երկրի, իսկ ես շնորհակալ եմ շատ զրույցի համար, միշտ մնա այսքան պոզիտիվ։ Շնորհակալ եմ։ Այսպիսին էր թիվ թվաբանությունը դերասանուհու հետ, որից ճառագում է դրական էմոցիա։ Շնորհակալ եմ, հանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։